Հայաստանը հետաքրքրված է Արաբական Միացյալ Էմիրություններից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ, ինչպես նաև ներդրումային ծրագրերի իրականացմամբ, տնտեսության արդիականացման նպատակով։ Այս մասին հայտարարել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Արաբական Միացյալ Էմիրությունների առաջադեմ գիտության և տեխնոլոգիաների հարցերով արտաքին գործերի նախարարի տեղակալ Օմրան Շարաֆիի և Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլայի հետ հանդիպման ժամանակ։ Ինչպես հայտնել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մամուլի ծառայությունը, Գևորգ Պապոյանը բարձր է գնահատել վերջին տարիներին տնտեսության ոլորտում Արաբական Միացյալ Էմիրությունների հետ ձևավորված սերտ գործակցությունը։ Նշվել է, որ Հայաստանը բաց է էմիրաթական ներդրումների համար լոգիստիկայի ենթակառուցվածքների, վերականգնվող էներգետիկայի, զբոսաշրջության, բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, արդյունաբերության և այլ ոլորտներում։ Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի նիստ, որի ընթացքում քննարկվել են հարկային ոլորտի բարեփոխումների ընթացքը, կարգապահության բարելավմանն ուղղված աշխատանքները, արկախնդիրները և զարգացման առաջնահերթությունները։ Նիստի օրակարգային հարցերի շրջանակում ներկայացվել են խոշոր հարկ վճարողների և կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրերի արդյունքները, ըստ կարգապահական բաղադրիչների։ Նշված խմբերի հարկ վճարողների մոտ արձանագրվել է հարկային կարգապահության էական բարելավում, պարտավորությունների ամբողջական ու սահմանված ժամկետում, հայտարարագրման կարգապահական բաղադրիչների գծով, ինչն արտահայտվել է այդ հարկ վճարողների կողմից ապահովված հարկային եկամուտների, դուրս գրված հաշվարկային փաստաթղթերի արժեքի և քանակի, վարձու աշխատողների թվաքանակի ու միջին ամսական աշխատավարձի աճով, նախորդ տարիների համադրելի ժամանակահատվածների հետ համեմատ։ Կարևորվել է նաև ծանուցումների համակարգի շարունակական բարելավումը, ուղղված հարկ վճարողների հետ հաղորդակցման նոր մշակույթի ձևավորմանը, ինչը կնպաստի հարկ վճարողների վարքագծային փոփոխությանը, կամավոր կարգապահության բարձրացմանն ու հարկային մարմնի նկատմամբ վստահության ամրապնդմանը։ Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային ֆոնդերի միջոցների մոտ 60%-ը ներդրված է տնտեսության մեջ, Ազգային ժողովում հայտարարեց Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։ Նրա կարծիքով կուտակային կենսաթոշակային ֆոնդերում միջոցները ծառայում են արդյունավետ և ըստ նպատակի։ Խոսքը վերաբերում է Firebird-ին, որը Սան Ֆրանցիսկոյում տեղակայված արհեստական բանականության անպային ընկերություն է։ Այն 2026 թվականին Հայաստանում կառուցում է Կովկասի ամենամեծ արհեստական բանականության սուպերհամակարգչային կենտրոնը։